Բարի օր բոլորին եւ բարի գալուստ Mountain High Farms Գեղեցիկ ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ Այսօր 2026 թվականի հունիսի 4-ն է եւ այս կարճ տեսանյութի պատճառը երկուսն է առաջի հերթին այս գեղեցկագույն ծիածանը որը վստահ եմ երևում է հենց ջրաղացի ձորում այսօր մեր մոտ տեղացել է մեր ամսական նորմայի 30%-ից ավելի, մոտ 40% է, 20 մմ տեղումներ են տեղացել առավոտվանից եւ մինչեւ հիմա գալիս է անձրևը եւ դեռ պետք է գա եւ այսպիսի գեղեցիկ պատկեր ունենք այստեղ ջրաղացի ձորում ծիածանի տեսքով նույնիսկ երկրորդը կա, բայց չգիտեմ երկրորդը ես ձեզ երևում է թե չէ։ Երկրորդը պատճառը այս տեսանյութի նաև այս տեղումն առատ սեզոնում հունիսի, հա, տեսեք ամսի առաջի 10-օրակն է, բայց արդեն 40%-ը տեղումների ամսական նորմայի տեղացել է։ Երևում է թե ինչպես են արագ վերականգնվում, ռեգեներացվում արոտավայրերը։ Այ եթե տեսնեք մեր այն մեր առջևում գտնվող արոտի տեղամասերի խոտածածկը բաց եւ մուգ գույնի է։ Ուրեմն բաց գույնը դա վերականգնվող արոտավայրն է, իսկ մուգ գույնինը մենք դեռ նոր պետք է ուրեմն արածեցնենք եւ նույնիսկ երևում են շատ պարզորոշ երևում է էլեկտրական հովիվը որտեղից է անցել գիծը երևում է եւ նույնիսկ կարելի է նկատել այ մեր տղաների տղաների արոտավայրի տեղամասի գույների տարբերությունը։ Իրենք հիմա արդեն ավելի ինտենսիվ ռոտացիայի մեջ են, տղաների արոտավայրը փոխվում է, տեղամասը փոխվում է ամեն օր, այսօր նույնպես փոխվել է եւ ամբողջ այս լանջը այսօր տրամադրվել է իրենց եւ մի քիչ առաջ իրենք լանջի վրա են, հիմա նորից կբարձրանան լանջերը նույնպես շատ արագ վերականգնվում են, իսկ մեր առաջի տեղամասում դա նույնպես ակները երևում են։ Այս սեզոնին հունիս ամսին մենք փաստորեն նոր, գարունը նոր է սկսել մեր մոտ, կարելի ասել, չնայած օրացիցային ամառ է, բայց օրացիցային ամառը դեռ չի եկել, մեր մոտ հենց հիմա ընդամենը 12-13 աստիճան է, չնայած արևին։ Եվ այս սեզոնում արոտի տեղամասերի փոփոխությունները հարկավոր է կատարել շատ արագ։ Ինչու, որովհետև վերականգնումը արոտավայրերի հենց արագ է կատարվում հենց հիմա եւ որպեսզի կարողանանք այսպես ասած չակերտների մեջ բռնենք խոտը, որպեսզի այն չփախչի առաջ կամ ինչքան հնարավոր է չփախչի առաջ, անհրաժեշտ է անընդհատ ինչքան հնարավոր է արագ փոխել տեղամասերը։ Մենք այս քանի օրվա մեջ փոխել ենք նույնիսկ եղել է օր 2 անգամ ենք փոխել, որպեսզի կարողանանք արագ վերականգնենք արոտավայրերը, առաջ գնանք ավելի եւ ավելի շատ խոտ ներգրավենք կենդանիների վերականգնողական արածեցման մեր ռեժիմի մեջ, ավելի շատ տեղամասեր ներգրավենք, արագ առաջ անցնենք, որպեսզի թույլ տանք մեզնից հետ ընկած, այսինքն հարածեցումից հետո ընկած տեղամասերին արագ շատ արագ վերականգնել, որովհետև հենց հիմա շատ արագ են վերականգնվում։ Այսինքն, եթե պատկերացրեք այդպիսի կոնվեյերային, հա, կոնվեյերային եղանակով
մեքենան բնության վերականգնողական մեքենան աշխատում է շատ արագ, մենք փորձում ենք ինչքան հնարավոր է արագ իր հետևից հասցնենք եւ որը չափազանց լավ եւ դրական է ազդում կենդանիների քաշաճերի եւ առողջության վրա իրենք հիմա վերականգնման մեջ են ձմեռվա ընթացքում կորցրած քաշաճերից եւ ինչքան հնարավոր է շուտ հարկավոր է հասցնել նաեւ այդ արդեն բտման արոտային բտման մեջ մտնելու այդ կոնդիցիան մոտեցնել կենթայինների մոտ։ Ես ուղղակի տեսեք հենց ինչքան սա իսկականից ջրհեղեղի նման է, մենք շատ ջուր ունենք այստեղ եւ նորից եմ ասում 40%-ի չափ մեր նորմայից եկել է։ Սա շատ լավ նորություն է, որովհետեւ տեսեք մենք այս ամբողջ ջուրը արդեն կարողանում ենք բռնել, այսպես ասած, վերականգնվող արոտավայրը ինքը ավելի ներծծումը ուժեղացել է այս ջրաղացի ձորից, որովհետև մենք քանի տարի շարունակ ուրեմն իրականացրել ենք այս վերականգնողական արածությունը այստեղ։ Ահա ես արդեն հասա մեր Սևանգուս մայրերի խմբին, իրենց արոտավայրը փոխվել է, տեղամասը փոխվել է հենց այսօր։ Ներքևում, որում կարող եք տեսնել, վերականգնվող այդ խոտի բաց գույնը, տեսեք, որ այնտեղ արդեն արածեցվել եւ վերջացվել է։ Հիմա կամաց վերականգնվում է։ Ես չգիտեմ, ըստ երևույթին, եթե տեղումները լինելու են այսպես առատ եւ առատաձեռն, ուրեմն ես կսպասեի, որ վերականգնումը տեղի ունենար ոչ թե 30-35 օրում կամ ավել 40 օրում, այլ նույնիսկ 20-25 օրում, որը եւ մեր համար եւ կենդանիների համար շատ լավ է։ Փաստորեն մենք կունենանք այս գարնանային առատ մայիսյան խոտը շարունակվող մոտ 2 ամիս մեր համար։ Սա նույնպես վերականգնողական էֆեկտներից մեկն է, որ մենք այն լավագույն խոտի սեզոնը կարողանում ենք ձգել։ Ահա մեր գեղեցիկ Սևանգուս մայրերը արդեն երևում է, որ ձմեռային մուշտակները սկսել են գցելը։ ինտենսիվ վերականգնողական արածեցում եւ այո, տեղամասը իրենց նոր է, այն կողմից արդեն երևում է, որ իրենք հնձելով եկել եւ հասել են այստեղ։ Առանց նկատելու ես անցա ծիածանի տակով եւ ինձ ոչինչ չեղավ։ Հոյակապ է։ Ես շատ գոհ եմ։ Այս տեսակի գործողությունից։ Երբեմն նույնիսկ հաճելի է լռությամբ լսել կենդանիների արածելու ձայնը։ Եկեք այդպես էլ անենք։ Մի քիչ լռություն։
Բարեկամներ, եկեք իսկապես թողնենք այս տեսանյութը այսօր կարճ։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեզ հետևելու համար, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Հիմա երևա կոճակը, որը կարող եք սեղմել եւ անցնել բաժանորդագրման։ Մենք ունենք քիչ բաժանորդագրված, բայց շատ դիտումներ։ Խնդրում եմ նաեւ հնարավորին չափ տարածել, հավանել մեր տեսանյութերը, կարող եք անցնել նաև մեր այս տեսանյութի տակ դրված հղմանը buy.am-ից մեր բարձրակարգ արտադրանքը առցանց գնելու համար, ինչպես նաև կարող եք անցնել հղումով մեր կայքեջ, որտեղից կարող եք իմանալ, թե որտեղից կարող եք ձեռք բերել մեր բարձրակարգ արտադրանքը, հիմնականում համարյա բոլոր սուպերմարկետներից, խոշոր SAS, Zovk, Gourmenia, Roquefort եւ այլ, որի ցանկը ներկայացված է նաև որտեղ գնել բաժնում։ Նայեք նաև մեդիա եւ հոդվածներ բաժինը, որտեղ մենք եւ ես տեղադրում եմ հետաքրքիր հոդվածներ այս կարևոր գործունեության մասին։ Շնորհակալություն եմ հայտնում եւ կտեսնվենք։